Ամերիկայից Ադրբեջանին կոչ են անում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Կոնգրեսում արդեն ներկայացվել է երկկուսակցական բանաձևը։ Փաշինյանին եւ Ալիևին մեկ սեղանի շուրջ նստեցրած Թրամփին հորդորում են կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակ պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը, քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով նախաձեռնությունը դեռ օրենսդրական գործընթացի մեկնարկային փուլում է։ Հիմա կարևոր է հասկանալ խոսքը պարզապես քաղաքական կոչի, թե նաեւ Ադրբեջանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների ճանապարհ հարթող նախաձեռնության մասին է։ Չենք կարող շփոթել օրենքի հետ, որի գործընթացը ավելի երկարատև է եւ այլ շեմեր պետք է հաղթահարվեն, մասնավորապես հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալու պարագայում այն պետք է դրվի քվեարկության, նկատի ունենալով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երկպալատ պարլամենտն է գործում, հասկանալի է, որ օրինագիծը համանման գործընթաց պետք է անցնի Սենատում եւ երկու պալատների կողմից ընդունվելու միասնական տեսքի բերվելուց հետո այն պետք է ստորագրվի նախագահի կողմից, որպեսզի դառնա օրենք եւ իրավական պարտադրականություն ունենա։ Այն տեսքով, որով նախաձեռնությունը ներկայացվել է քննարկման, առաջին հերթին արտահայտում է ԱՄՆ կոնգրեսի քաղաքական դիրքորոշումը։ Սիրանուշ Սահակյանն ասում է, սա նույնպես կարևոր քայլ է։ Վաշինգտոնը ոչ միայն քաղաքական ճնշում է գործադրում Ադրբեջանի նկատմամբ, այլև հստակ ուղերձ է հղում, որ հայ գերիների հարցը չի սահմանափակվում Երևան-Բաքու երկկողմ բանակցություններով։ Սա միջազգային քաղաքական օրակարգի կարևոր թեմա է եւ շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Մենք նկատեցինք, որ երկկուսակցական աջակցություն ունի այս նախագիծը, սա բացառիկ է, որովհետև քաղաքական առճակատումների պարագայում որպես կանոն մի կուսակցություն առաջադրում է եւ բացառապես տվյալ կուսակցությունն է աջակցում օրինագծին, այս պարագայում մենք տեսնում ենք երկկուսակցական աջակցություն, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական դաշտում կարծես թե կա կոնսենսուս, որ այս մարդասիրական խնդիրը կարևոր է, հրատապ լուծում է պահանջում եւ պետք է ինտենսիվացնել քաղաքական ճնշումը, որպեսզի գերիների չլուծված հարցը իր վերջնական հանգուցալուծումը ստանա։ Սա լուրջ կռվան է նաև դիվանագիտական աշխատանքի համար։ Ընդունման դեպքում ամերիկացի դիվանագետները կունենան լրացուցիչ լեգիտիմ հիմքեր Ադրբեջանի իշխանության հետ շփումներում հղում անելու կոնգրեսի բանաձևին, ինչ ձևաչափ էլ այն ունենա։ Թեև գործընթացը բարդ եւ բազմափուլ օրենսդրական ճանապարհ է անցնում, այն արդեն իսկ արտահայտում է ԱՄՆ քաղաքական դիրքորոշումը եւ որոշակի քաղաքական ճնշում է ձևավորում Ադրբեջանի նկատմամբ։ Այն պատիժ ենթադրող բանաձև չէ, այն քաղաքական աջակցություն ճնշում բանեցնող բանաձև է եւ մենք չենք կարող ակնկալել, որ դրա չկատարումը հանգեցնելու է պատժամիջոցների կիրառման Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։ Սակայն սա չի նշանակում, որ ժամանակի ընթացքում մոտեցումները չեն կարող վերանայվել։ Օրինակ, եթե բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորվի, խնդիրը չլուծվի, էսկալացվի իր հետ բերելով մարդկային տրամադրվածություններ, բացասական տրամադրվածություններ, ինչը ինքնին վտանգելու է նաև խաղաղության գործընթացը, մենք չենք կարող բացառել, որ հաջորդիվ քայլերում ամերիկյան կողմը կարող է կոշտ միջոցների գնալ, ընդհանուր մինչև առաջարկելով պատժամիջոցներ։ Հայ գերիների գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 16-ին։ Նախորդ նիստում Արայիկ Հարությունյանի պաշտպան Անար Մամեդովը դատարանին խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին։ Հարությունյանը ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հայտարարել էր, որ համաձայն է իր փաստաբանի դիրքորոշման հետ եւ պաշտպանում է նրա տեսակետները։ Թե ինչպես է արձագանքել դատարանը, ադրբեջանական մեդիան չի հայտնում։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։